Աստվածաշունչ, հին կտակարան, Եսայի, ներածություն, Եսայի անունը եբրայերեն նշանակում է Տերը փրկում է։ Այս անունն ինքնին ամփոփում է գրքի բովանդակությունը և ծառայում իբրև վերնագիր։ Գրքի 66 գլուխները կցված են իրենց 3 գլխավոր մասերով, որոնք համապատասխանում են Իսրայելի ժողովրդի պատմության 3 տարբեր ժամանակաշրջաններին։ Առաջին մասը վերաբերում է նախքան Քրիստոս 740-ից մինչև շուրջ 700 թվականների մարդկանց և այդ տարիների իրադարձություններին։ Եսային Երուսաղեմում դառնում է Աստծու խոսքի տարածողը միջազգային լարվածության վտանգավոր մի ժամանակաշրջանում։ Եգիպտոսը, Հարավի այդ հզոր պետությունը, իր լիակատար անկումն էր ապրում, մինչդեռ հյուսիսում Ասորստանի հզորացումը օրեցօր ավելի սպառնալից էր դառնում։ Այս ժամանակաշրջանում է, որ հանդես է գալիս Եսային որպես Աստծո անհաշտ առաջամարտիկը, որի պատգամները ներգործում էին միշտ հոսանքի հակառակ ուղղության։ Նրա ասորեստանյան սպառնալիքը ներկայացնում է որպես Աստծու միջամտությունը իրեն անհավատարիմ ժողովրդի դեմ, բողոքում է Երուսաղեմի ղեկավարների քաղաքական մութ հաշիվների, մարդկային իրավունքի և ընկերային արդարության մշտական խախտումների, փառքի տիրանալու ցանկության դրսևորումների, ինչպես նաև կրոնական պարտականությունների ձևական կատարման դեմ, որոնց հետևում են պատսպարվում խեղճերին և աղքատների շահագործողները։ Սակայն երբ ժողովուրդը իրական մի վտանգի առաջ է գտնվում, նույն մարգարեի պատգամը որպես պատվար ցցվում է խուճապի և հուսահատության դեմ։ Բոլոր հանգամանքներում Եսային կոչ է անում հավատալ, չկորցնել վստահությունը Աստծո խոստումների նկատմամբ։ Հավատը պետք է միշտ ի հայտ գա գործերով ինչպես ընկերային ու քաղաքական ասպարեզում, այնպես էլ անհատական հարաբերություններում։ Գրքի առաջին մասը բաղկացած է բազմաթիվ պատգամներից, որոնք խմբավորված են ավելի շուտ ըստ թեմաների, քան ըստ ժամանակագրական կարգի։ Գրքի երկրորդ մասը հաճախ կոչվել է Իսրայելի մխիթարության գիրք։ Այս մասում հանդես են գալիս բաբելոնացիները, որոնք փոխարինել են ասորեստանցիներին որպես այդ ամբողջ շրջանին տիրապետող ուժ, գրավել էին Երուսաղեմը 587 թվականին նախքան Քրիստոս և տեղահանել նրա բնակիչներին։ Հեռու գտնվելով այն երկրից, որ Տերն էր տվել նրանց, զրկված լինելով իրենց տաճարից, որտեղ հանդիպում էին Աստծուն, աքսորյալներն ընկնում են հուսահատության մեջ, համոզված լինելով, որ Աստված իրենց լքել է կամովին կամ անկարողության պատճառով։ Մի նոր ազատագրություն, որ հիշեցնում է Եգիպտոսից ելքը, թույլ է տալիս նրանց վերադառնալ ավետյաց երկիրը։ Հուսադրող այս պատգամների միջև զետեղված են 4 բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են խորհրդավոր մի անձնավորության Տիրոջ ծառային իդեմս, որի նոր կտակարանը տեսնում է Հիսուսի նախնական մեկ դիմանկարը (տես Գործք Առաքելոց 8:30-35)։ Գրքի երրորդ մասը վերաբերում է այն ժամանակաշրջանին, որը հաջորդում է գերությունից վերադարձին։ 538 թվականին նախքան Քրիստոս Պարսից Կյուրոս թագավորը ստորագրում է մի հրամանագիր, որով աքսորյալներին թույլատրվում էր վերադառնալ իրենց երկիրը և վերաշինել կործանված տաճարը։ Այն աքսորյալները, որոնք ընտրել էին վերադարձի ճանապարհը, հասնելով իրենց երկիրը, այնտեղ գտնում են միայն թշվառություն և ծանր ու անհունարին կյանք։ Փլատակների վերածված մի քաղաք, տեղում մնացած բնակիչների կողմից թալանված մի երկիր, խլյակների վերածված հավատացյալների մի խումբ, անկայուն նյութական դրություն, ընկերային անարդարության վերածնունդ, բռնի վերադարձ կռապաշտության և այլն։ Սակայն Եսային ներկայանում է որպես Տիրոջ հոգուց ուղարկված մի մարգարե, ավետելու բարի լուրը աղքատներին և հոգ տանելու հուսահատվածներին։ Հետագայում մարգարեի այս առաքելության մեջ Հիսուս պիտի տեսներ այն ծրագիրը, որ ինքն իսկ եկավ իրականացնելու այս աշխարհում։ Ղուկաս 4:16-21։ Եսայու մարգարեությունը։ Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հրեաստանի և Երուսաղեմի վրա, երբ Հրեաստանում թագավորում էր Օզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
Աստված հանդիմանում է իր ժողովրդին. լսիր երկինք, եւ ականջիր երկիր, քանզի Տերն է խոսում. զավակներ ունեցա եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին. Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ Էշը իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց. իմ ժողովուրդն ինձ չհասկացավ. վայ մեղավոր ազգին, մեղքերով լի ժողովուրդ, չարագործ ծերունդ, անօրեն ծնունդներ թողեցինք, Տիրոջը բարկացրիք Իսրայելի սրբին. նրանք օտարացան ու հետ քաշվեցին. ինչու էր անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում. ամեն գլուխ ցավի մեջ է եւ ամեն սիրտ տրտմության, ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. Վերքերի այտուսների եւ չարավոտ խոցերի վրա դնելու ոչ սպեղանի կա, ոչ ձետ եւ ոչ էլ վիրակապ. Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները հրոճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները, իսկ ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում. Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավար այգում, մրգապահների հյուղակը սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը. Եթե զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին. լսեցեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք Աստծո օրենքներին, ով Գոմորի մարդիկ. իմ ինչին են պետք ձեր բազմաթիվ զոհերը, ասում է Տերը, ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից, ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնեք իմ առաջ. ով խնդրեց դա ձեզնից, մի շարունակեք կոխոտել իմ գավիթները, եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու, եթե խնկերն էլ պիղծ են, ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար, ձեր ամսամուտները, շաբաթները եւ տոնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ, ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տոները ատեց իմ հոգին. կշտացել եմ ձեզանից, այլևս չեմ ների ձեր մեղքերը. երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արյունով. լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից. վերջ տվեք ձեր չարագործություններին, սովորեցեք բարիք գործել, արդարություն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադատ եղեք, որպի հանդեպ իրավունք տվեք այրուն. եկեք խոսենք իրար հետ, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ. եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ, եւ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս. Հապականված Երուսաղեմը, ինչպես պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հավատով, ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ մարդասպանները. ձեր արծաթը փորձված չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, ձեր իշխանները ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում եւ ուշադրություն չեն դարձնում այրիների դատին. դրա համար էլ այսպես է ասում զորությունների Տերը, Իսրայելի ամենազոր Աստվածը. վայ ձեզ Իսրայելի հզորներ, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին. ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա մաքրելու համար, քեզ քուրայում պիտի այրեմ, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերցնեմ, վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ապստամբներին պիտի խոնարհեցնեմ, քեզ վրա ինչպես առաջ դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ ինչպես նախկինում, եւ այն ժամանակ դու կկոչվես քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն. արդարև նա գերությունից պիտի փրկվի իրավունքով, արդարությամբ եւ ողորմածությամբ, բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին. նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդեպ սեր էին տածում, ամոթահար են լինելու այն դիվապատկերների համար, որ իրենք կերտեցին,
խայտառակվելու են այն պարտեզների համար, որոնց ցանկանում էին, լինելու են ինչպես տերևաթափ բևեկնի, նմանվելու են այգու, որը ջուր չունի, նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։ Հավիտենական խաղաղությունը։ Ամոսի որդի Եսայոն ուղղված խոսքը Հրեաստանի և Երուսաղեմի մասին։ Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը Աստծո տունը լեռների գագաթներին, պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր հեթանոսները պիտի շարժվեն դեպի նա։ Գալու են բազում ժողովուրդներ, ասելով եկեք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծո տունը։ Նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք։ Օրենքները Սիոնից են դուրս գալիս։ Եվ Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սույններից մանգաղներ, ազգ ազգի վրա սուրճ պիտի բարձրացնի և նրանք այլևս չեն սովորելու պատերազմի։ Տիրոջ օրը։ Արդով տունը Հակոբի, եկեք քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Նա երես դարձրեցի ժողովրդից Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը ինչպես այլազգիներին է, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգիների որդիներ ունեցան։ Նրանց երկիրը լցվեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիվ չկար։ Նրանց երկիրը լցվեց երիվարներով, նրանց ռազմակարգերին թիվ չկար։ Նրանց երկիրը լցվեց իրենց իսկ ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։ Ստորացավ մարդը, գետնամած խոնարհվեց տղամարդը, ես չեմ ների նրանց։ Արդ Տիրոջ սարսափից ու նրա փառքեզորությունից գնացեք, քարերի տակ մտեք, հողի մեջ թաքնվեցեք, երբ նա կհառնի երկիրը պատուհասելու։ Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է, մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա, քանզի զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների և ամբարտավանների վրա է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրա, որոնք պիտի խոնարհվեն, նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրերի վրա և Բասանի բոլոր կաղնի ծառերի վրա, բոլոր բարձր լեռների ու բարձրիկ բլուրների վրա, բոլոր վերասլաց աշտարակների ու բարձր պարիսպների վրա, ծովի բոլոր նավերի վրա, բոլոր վեհաշուք նավերի վրա։ Ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի, և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։ Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն թաքցնեն քարայրներում, ժայռերի ծեպերում և գետնի խոռոչներում, սարսափած Տիրոջից ու նրա փառքի զորությունից, երբ նա կհառնի երկիրը պատուհասելու։ Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի հանի Տիրոջ սարսափից ու նրա փառքի զորությունից մտնելով ամրակուռ ապառաջների խոռոչներն ու ծեպերը, երբ Տերը կհառնի երկիրը պատուհասելու։ Դադարեցեք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ինչ վստահություն կարող է ներշնչել նա։ Երուսաղեմում անիշխանություն։ Ահավասիկ զորությունների Տեր Աստվածը Հրեաստանից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը ու ջրի զորությունը, հսկային զորեղին ու քաջամարտիկին, դատավորին, մարգարեին, քննիչին և ծերին, հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ատենակալին, եբրայերենում նշված է որպես կախարդին, ատենակալին։ Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին,
խաբեբաները պիտի տիրեն նրանց, ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընթարվի, անարժանն արժանավորի հետ, ու մարդ պիտի բռնի իր եղբորը կամ իր հոր ընտանիքից մեկին ու ասի, դու վերարկու ունես, մեզ իշխան դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի։ Այն ժամանակ նա պատասխան է տալու ասելով, իշխան չեմ լինի, որովհետև իմ տանը ոչ հաց կա և ոչ էլ հագուստ։ Ես այդ ժողովրդի վրա իշխան չեմ դառնա։ Եվ այսպես Երուսաղեմը լքվեց Հրեաստանը կործանումից։ Եվ այսպես Երուսաղեմը լքվեց, Հրեաստանը կործանվեց, և նրանց լեզուները անօննությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Հա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը, և նրանք սոդոմայեցիների նման իրենց մեղքերը պատմեցին ու հայտնի դարձրին։ Վայ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորեցին և ասացին, կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Վայ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա, ըստ իրենց կատարած չար գործերի։ Ով իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ, ով իմ ժողովուրդ, նրանք ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները։ Տերը դատելու է իր ժողովրդին, բայց ահա ներկայանալու է Տերը, որ դատաստան անի, և իր ժողովրդին կանգնեցնելու է ատյանում։ Տերն ինքը դատելու է իր ժողովրդի ծերին և նրանց իշխաններին։ Դուք ինչու հրկիզեցիք իմ այգին, տնանքից հափշտակվածը ձեր տներում է։ Դուք ինչու եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանքներին, ասում է Տերը, զորությունների Տերը։ Սիոնի պճնազարդ դուստրերի դեմ։ Այսպես է ասում Տերը, Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով ունքով էին անում, շարժվելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքավում։ Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տերը պսակազերծ պիտի անի նրանց, Տերը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները և պատմուճանները, պիտի քանդի նրանց հյուսները, վերացնի նրանց ծամակալները, նրանց պսակակալներն ու մահեակաձև վզնոցները, նրանց դեմքի քողազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քողեքներն ու ապարանջանները, մեղևանդներն ու գինդերը, նրանց մատանիներն ու ոսկեշար մանյակները, գիպակներն ու թելելավոր զարդերը, եզրածիրանին ու միջնածիրանին, առանին, արտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղաշաքողը, բանուածո ոսկեճամուկ և ոսկեզօծ զգեստներն ու գոտիները, և քո արարքների պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարեն չվան գոտի, ոսկյա գլխազարդերի փոխարեն ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնեն։ Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն, ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, պիտի մատնվեն սգի, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետնին։ Այն օրը 7 կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն, մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա, մեր այրիության նախատինքը վերացրու մեզանից։ Երուսաղեմը պիտի վերականգնվի։ Այն օրը Աստված իր խորհրդավորությամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրա բարձրացնելու և փառավորելու համար Իսրայելի մնացորդացին, թե Սիոնից մնացածները և թե Երուսաղեմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղեմի կենաց գրքի մեջ են գրված, սուրբ պիտի կոչվեն, և քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա դատաստանի հոգով և այրման հոգով, արյունը նրանց միջից պիտի սրբի։ Նա պիտի գա ու
Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջն եղած ամեն ինչ ցերեկն ամփովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ամենայն փառավորությամբ, կարծես բորբոքված կրակի լույսով ու ծխով։ Հովանի պիտի լինի անոթի դեմ և ապաստարան ու ծածկ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։ Տիրոջ այգին։ Իմ սիրեցյալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը։ Մի անկյունում հարգավանդ մի տեղում այգի ուներ իմ սիրելին։ Ցանկապատեցի բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որդատունք տնկեցի, աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Եբրայերենում ազոխ։ Այժմ Հուդայի երկրի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, իմ ու իմ այգու դատն արեք։ Էլ ինչ պիտի անեի իմ այգու համար, որ չարեցի, սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպես եմ վարվելու իմ այգու հետ, կքանդեմ նրա ցանկապատը և թող հափշտակության ենթարկվի այն, կկործանեմ նրա պարիսպները և թող ոտքի կոխան լինի այն, կլքեմ իմ այգին, թող չթվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձևեն իմ այգում։ Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդը նրա սիրած դալար որդատունկը, սպասեցի, որ նա իրավունքը պահի, առաջ տանի, բայց անիրավություն արեց։ Արդարության փոխարեն ողբ ու աղաղակ։ Վայ նրանց, որոնք տանը տուն են գցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն, բայց միթե երկրի վրա մենակ դուք եք ապրելու, ահավասիկ այդ ամենը հաս ու զորությունների Տիրոջ ականջին։ Ահավասիկ այդ ամենը հասավ զորությունների Տիրոջ ականջին, և թեկուզ տները բազմաթիվ լինեն, նրանք ավերակ են դառնալու։ Եթե մեծ ու գեղեցիկ է լինեն, մարդ չի գտնվելու, որ բնակվի նրանց մեջ։ 10 լուծ եզան վարատեղը տալու է 1 սափոր արդյունք, 10 արդու սերմանողը 3 գրիվ է հավաքելու։ Վայ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց, փողով ու թմբուկով, քնարով ու երգերով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։ Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը։ Հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները, դժոխքն էլ ինքն իրենց լայնացրել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենա, փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները նրա մեջ պիտի իջնեն։ Մարդ պիտի ստորացվի, անվանի տղամարդը պիտի անարգվի, ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն, և զորությունների Տերն արդարությամբ պիտի բարձրանա, Սուրբ Աստվածն արդարությամբ պիտի փառավորվի, հափշտակվածները պիտի արածեն ինչպես ցուլերը, և մնացածների ավերակների վրա գառները պիտի ճարակեն։ Վայ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս, և ասես երիջների լծափոկով իրենց անօրենությունները, նրանք ասում են այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք, թող ժամանի Իսրայելի սրբի խորհուրդը, որ իմանանք։ Վայ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին չարը, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը լույս, որոնք դառնը քաղցր կհամարեն և քաղցրը դառն։ Վայ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան։ Վայ ձեզ, այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք դառնված
խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարաշտին և արդարի իրավունքն են գողանում։ Դրա համար էլ ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից։ Նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին զորությունների Տիրոջը և օրենքը առավել ևս անարգեցին Իսրայելի սրբի խոսքը։ Որովհետև նրանք մերժեցին զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի սրբի խոսքը։ Տիրոջ զայրույթը իր ժողովրդի դեմ։ Եվ սաստկացավ զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց իր բարկությունը, տարածելով նաև լեռների վրա։ Եվ նրանց դիակները իբրև աղբ թափված էին ճանապարհներին։ Բայց այս բոլորով հանդերձ նրա բարկությունը չիջավ, տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած, այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին և նրանց կբերի երկրի ծայրերից։ Եվ ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան ու թեթևորեն տեղ կհասնեն։ Ոչ քաղց են զգալու և ոչ էլ հոգնելու, ոչ նիրհելու են և ոչ էլ ննջելու, ոչ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ոչ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։ Նրանց նետերը սուր են, աղեղները լարված, նրանց երիվարների սմբակների կարծեր ապարաժի նման են, մարտակառքերի անիվները մրրիկի պես։ Նրանք հարձակվելու են ինչպես առյուծներ, վրա են հասնելու ինչպես առյուծի կորյուններ, գոչյուն են հանելու, հարձակվելու են և գազանաբար կոտորելու։ Եվ չի լինելու ոչ ոք, որ փրկի նրանց։ Այն օրը ինչպես ալեցուկ ծովի ձայնը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, պիտի նայեն դեպի վեր երկնքին և դեպի վար երկրին, բայց ահա նրանց տագնապին իղ պատասխան լինելու է դաժան խավար։ Եսայու կոչումը։ Այն տարին, երբ մեռավ Օզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա պարկով։ Նրա շուրջը սերով բեներ կային, որոնցից յուրաքանչյուրը 6 թև ուներ, երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին, ձայնարկում էին իրար և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը»։ Եվ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Կանչողների ձայնից դռան բարավորը վեր բարձրացավ և տունը լցվեց ծխով, և ես ասում էի. «Վայ ինձ, ես մի տառապած մարդ եմ, եբրայերենում, որովհետև կորչում եմ։ Վայ ինձ, ես մի տառապած մարդ եմ, ինչու եմ ապշած կանգնել մնացել, չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա զորությունների Տիրոջը։ Եվ ահա ինձ ներկայացավ սերով բեներից մեկը, ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից, բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին, դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։ Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ում ուղարկեմ, և կամ ով կգնա այս ժողովրդի մոտ»։ Ու ես ասացի. «Ահավասիկ, ես, ինձ ուղարկիր»։ Նա ասաց. «Գնա և հայտնիր այդ ժողովրդին, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք։ Քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր է լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան և դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց»։ Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տեր»։ Իսկ նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։ Դրանից հետո Աստված կհանդուրժի մարդկանց, և կենդանի մնացածները կբազմանան երկրի վրա, սակայն սրանցից էլ 1/10 կպահպանվի։ Նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և սուրբ սերունդը, ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկն ու կաղին, նրա հաստատությունը կդառնա»։
Եսայու մարգարեություն 7-րդ գլուխ։ Պատգամ Օզիա թագավորին։ Այնպես պատահեց, որ Հրեաստանի թագավոր Օզիայի որդի Հովաթամի որդու Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։ Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։ Տերն ասաց Եսայուն. դու քո փրկված որդու Իասուրի հետ կտավ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրա, վերևի ջրավազանի դիմաց ընդառաջ ել Աքազին և ասա նրան. զգույշ եղիր և հանդարտվիր, մի վախեցիր և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի ոտքի կանգնեցնեմ։ Արամի որդին և Ռոմելայի որդին քո դեմ չար խորհուրդ խորեցին, Եփրեմը և Ռոմելայի որդին ոխով ասացին. գնանք Հրեաստանի վրա, խոսենք նրանց հետ։ Եբրայերենում Սեար Յասուբ, որ նշանակում է մնացորդը դարձի պիտի գա։ Եբրայերենում բռնություն գործադրենք նրա նկատմամբ։ Գնանք Հրեաստանի վրա, խոսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք և նրանց վրա թագավոր կարգենք Տաբելի որդուն։ Այսպես է ասում զորությունների Տերը. այդ խորհուրդը չի կատարվելու և չի լինելու, քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը Ռասիմը ևս 65 տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի։ Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը Ռոմելայի որդին, եթե չհավատաք, չեք էլ հասկանա։ Եբրայերենում հաստատ համոզված չեք։ Էմանուելը պիտի տարբերի չարն ու բարին։ Տերը նորից շարունակեց խոսել Աքազի հետ ասելով. խորխորատում լինի, թե բարձունքում քեզ համար նշան խնդրիր քո Տեր Աստծուց։ Իսկ Աքազը պատասխանեց. չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի։ Եվ նա ասաց. արդ լսեցեք դուք, որ Դավթի տնից եք, ձեզ թեթև բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչու եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։ Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու, ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմանուել։ Եբրայերենում Աստված մեզ հետ, տես նաև Մատթեոս 1:23։ Յուղ ու մեղր պիտի ուտի նա, նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը, նա պիտի ընտրի բարին, դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին։ Եվ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքվի երկու թագավորների պատճառով։ Աստված քեզ վրա, քո ժողովրդի ու քո հոր տան վրա այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատվեց Հրեաստանից, պիտի բերի Ասորեստանի արքային։ Այդ օրը Տերը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի մյուս կողմն են գտնվում, և գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են, բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծեպերում ու քարայրներում, պիտի փապարներում ու ամեն ծառի վրա։ Այդ բոլորը Տերը մեծ ու արյունով հարբած սրով գետի այն կողմում եղած Ասորեստանի թագավորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մորուքները, և այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն մարդ մի երինջ ու երկու ոչխար պահելով կաթի առատությունից յուղ պիտի ուտի։ Յուղ ու մեղր պիտի ուտի ամեն ոք, ով կենդանի կմնա այդ երկրում։ Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր 1000 որդատուն կերաճում 1000 սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փչով լցվի։
Նետաձիգներ ու աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ, ողջ երկիրը խոպան պիտի դառնա ու փուշ բերի, եւ ամեն սարալանջ, ուր արորն էր վարում, այլևս ակոս չի ունենալու, երկյուղը չի հասնելու այնտեղ, որովհետև այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արոտավայր, եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն։ Եսայու մարգարեությունը իր որդու մասին։ Տերն ինձ ասաց, ահա քեզ մի նոր մեծադիր մատյան, նրա մեջ ճարտար մարդու գրչով գրիր արագորեն ավարառություն ենթարկել, շուտապույտ կողոպուտ կուտակել, եբրայերենում մահեր շալալ հաշ բազ։ Քանզի ժամը հասել է, ինձ համար վկաներ կկարգես հավատարիմ մարդկանց Ուրիա քահանային ու Բարաքիայի որդի Զաքարիային, եւ ես մերձեցա իմ մարգարեուհի կնոջը, նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց, նրա անունը դիր, արագ կողոպտիր եւ շուտ ավարար, քանզի մինչև մանուկը կսովորի հայր կամ մայր ասել Դամասկոսի հարստությունը եւ Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ։ Ասորեստանի թագավորի հարձակումը։ Ապա Տերը նորից խոսեց ինձ հետ եւ ասաց. քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագավոր ընտրել Ռասիմին ու Ռոմելայի որդուն, դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը, Ասորեստանի արքային ու նրա զորությունը։ Նա պիտի գա հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժվի ձեր պարիսպների վրայով։ Այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զորավորին, որ ունակ կլինի որևէ բան անելու, պիտի վերացնի Հրեաստանի երկրից, նրա բանակը պիտի լցվի ձեր լայնարձակ երկիրը։ Գիտցեք, հեթանոսներ, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք, լուրը հասցրեք աշխարհի 4 կողմերը, դուք որ հզորացել եք, պիտի պարտվեք, թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։ Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու։ Քանզի Տեր Աստված մեզ հետ է, այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զորությանը հետևելով այս ժողովրդի ճանապարհին, ասում են, թե երբեք չար բան չեն խոսում, բայց չէ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը չարություն է։ Մի սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի անհանգստացեք, իրեն զորությունների Տիրոջը սրբացրեք, թող ձեր վախը նա լինի։ Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի, բայց Հակոբի տունը Որոգայթի եւ Երուսաղեմի դարանակալ ծործորների մեջ է, դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակվեն, մարդիկ, որոնք ապահովության մեջ էին, պիտի ենթարկվեն պաշարման։ Զգուշանալ վհուկներից եւ հետևել Աստծուն։ Այն ժամանակ պիտի հայտնվեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրենքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա սովորել եւ ասել. կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա, ահավասիկ ես եւ իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, եւ Իսրայելի տան վրա թող նշաններ ու հրաշքներ լինեն զորությունների Տիրոջից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։ Եվ եթե ձեզ ասեն, թե հարցրեք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանդրախոսներին ու որովայնախոսներին, այն ժամանակ ասեցեք, միթե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածներին պիտի հարցնեն, չէ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար պետք է կաշառք տալ։ Նեղության ժամանակներ։ Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, եւ երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին,
Ձեր հայացքը պիտի ուղեք դեպի վեր երկնքին, պիտի նայեք դեպի վար երկրին, և կարիքը, տառապանքն ու խավարը, նեղությունը, անձկությունն ու մթությունը պիտի դիմավորեն ձեզ, ոչ ոք չպիտի կարողանա տեսնել, և նա, ով նեղության մեջ լինի, չի տկարանալու մինչև որ գա ժամանակը։ Ժողովուրդը պիտի տեսնի մեծ լույսը։ Նախ դուք այդ նեղությունները տարեք և շուտ թոթափեցեք Զաբուղոնի երկիր Նեփթաղիմի ճանապարհ ծովի, նաև մյուսներդ, որ բնակվում եք ծովեզերքին և Հորդանան գետի այն կողմում, հեթանոսների, Գալիլեա և Հրեաստանի կողմեր, այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, տեսավ մեծ լույս, ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, եբրայերենում մահվան ստվերի երկրում, լույս պիտի ծագի։ Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս, որովհետև վերացավ այն մեծ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր, ինչպես Մադիամի օրերին նա մերժեց հարկապահանջների գավազանը, ամեն մի պատմուճանի և հանդերձի համար, որ նենգությամբ էին հավաքել, տուգանքով պիտի հատուցեն, նույնիսկ եթե դրանք այրված լինեին, նրանք պիտի հոժարեին հատուցել, քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի, նա պիտի կոչվի մեծ խորհրդի հրեշտակ, եբրայերենում Չիկ, սքանչելի խորհրդակից, Աստված հզոր իշխան, հայր հանդերձյալ աշխարհի, եբրայերենում իշխան հավիտենականության, հայր խաղաղության։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն առողջություն, մեծ է նրա իշխանությունը և նրա խաղաղությունը սահման չունի, նա պիտի նստի Դավթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագավորությունը, իրավունքով ու արդարությամբ պիտի զորացնի այն, այսուհետև և հավիտյան հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությամբ պիտի կատարվի դա։ Աստծու սպառնալի ձեռքը Տերը Հակոբի տան վրա մահ արձակեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։ Թող Եփրեմի ողջ ժողովուրդը և Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտությամբ և ամբարտավան սրտով խոցեցին, ասելով. աղյուսները թափվեցին, բայց եկեք քար տաշենք, մայրիներ և եղևնու ծառեր կտրենք և մեզ համար աշտարակ կառուցենք։ Աստված պիտի կործանի Սիոնի լեռան վրա բարձրացածներին և ցիրուցան պիտի անի Հուդայի երկրի թշնամիներին, արևելքից ասորեստանցիներին և արևմուտքից հույներին, եբրայերենում փղշտացիներին, որոնք լիաբերան կերան Իսրայելին։ Այնուամենայնիվ նրա բարկությունը տեղի չտվեց, տակավին նրա ձեռքը բարձրացած է, ժողովուրդն էլ դարձի չեկավ, մինչև չենթարկվեց հարվածի։ Զորությունների Տիրոջը փնտրող չեղավ, և Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Ծերն ու ականավորը գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։ Եվ պիտի այնպես լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան, դրա համար էլ Տերը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդեպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարություն է խոսում, այս ամենի հետևանքով Տիրոջ զայրույթը չի իջել, տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած, անօրենությունը պիտի վառվի ինչպես կրակ, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, որոնց շուրջը բոլոր բլուրների վրա հուրը պիտի ճարակի նրանց։ Տիրոջ զայրույթի ու բարկության հետևանքով համայն երկիրը կրակի պիտի մատնվի և ժողովուրդն էլ հրով կիզվածի պես պիտի լինի։ Մարդ իր եղբորը չի խղճալու,
Քաղցից նա պիտի շրջվի դեպի աջ, պիտի շրջվի դեպի ձախ, պիտի ուտի, բայց չհագենա, մինչև իսկ իր բազուկների միսն ուտելով։ Մանասեն Եփրեմին պիտի ուտի ու Եփրեմը Մանասեին, ապա միասին պիտի պաշարեն Հուդայի երկիրը, այս ամենի հետևանքով Տիրոջ զայրույթը չի իջել, թագավի նրա ձեռքը մնում է բարձրացած։ Վայ անիրավ իշխանավորներին, վայ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարությունը, խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանքների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը ավարի։ Բայց նրանք ինչ պիտի անեն դատաստանի օրը, ձեր նեղությունը հեռուներից պիտի գա, ում մոտ պիտի փախչեք օգնության համար, ում պիտի թողնեք ձեր հարստությունը, գերության չմատնվելու համար, նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն, այս ամենի հետևանքով Տիրոջ զայրույթը չի իջել, թագավին նրա ձեռքը մնում է բարձրացած։ Վայ ասորեստանցիներին, վայ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը, քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և թաղեն նրանց փոշու տակ, իսկ Ասորեստանի իշխանն այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի, և եթե նրան ասեն, թե միայն դու ես լինելու իշխան, կպատասխանի, միթե ես չնվաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և քաղ անեն, ուր աշտարակը կառուցվեց, ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարյան, ինչպես որ դրանք իմ ձեռքով գրավեցի, այնպես էլ պիտի նվաճեմ բոլոր իշխանությունները, ողբացեք ով կուռքեր, որ Երուսաղեմում և Սամարիայում եք, քանզի ինչպես որ վարվեցի Սամարիայի և նրա ձեռակերտների հետ, նույն կերպ էլ վարվելու եմ Երուսաղեմի և նրա կուռքերի հետ, այնպես պիտի լինի, որ երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրա, և Երուսաղեմում իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտածողի վրա, Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա, արդարև նա ասաց, իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունները, կցնցեմ շեն քաղաքները, իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես հավաբնի վրա, և բոլորին կվերցնեմ, ինչպես մնացած ձվեր, ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի ու ծպտուն չի անի, այսպես ասաց Տերը, միթե կացինը կբարձրանա առանց փայտահատի, կամ սղոցը վերև կելնի, առանց որ մեկը ձգի այն, այնպես էլ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն, այդպես չի կարող լինել, զորությունների Տերը քո պատվի վրա անարգանք է ուղարկելու և քո փառքի վրա բոցավառ հուրն է բորբոքվելու, լույսն այսինքն Աստված Իսրայելի կրակ պիտի դառնա և նրան, այսինքն Ասորեստանը, սրբի բորբոքուն հրով, խոտի պես պիտի լափի անտառը, այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, և փրկվողը նման պիտի լինի բորբոքված բոցից ազատվածի, կենդանի մնացածները թվով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանա հաշվել նրանց։ Իսրայելի վերապրողները, այն օրը Իսրայելից մնացածները և Հակոբի տնից փրկվածներն այլևս մեղքի մեջ չեն ընկնելու և ոչ էլ ապավինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապավինելու են Աստծուն Իսրայելի սրբին։ Հակոբի տնից մնացածները պիտի շուռ գան դեպի Զորավոր Աստվածը, և եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ լինի,
նրանց սակավաթիվ մարդիկ են միայն մնալու։ Դա կատարվելու է կարճ ու կտրուկ և արդարությամբ։ Այդ բանը զորությունների Տերն վճռականորեն է կատարելու համայն աշխարհում։ Չվախենալ ասորեստանից։ Դրա համար էլ այսպես է ասում Աստված զորությունների Տերը, ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի վախեցիր ասորեստանցիներից, երբ նրանք քեզ հարված են գավազանով, քանզի այդ հարվածները ես եմ բերում քեզ վրա, որպեսզի ճանաչես եգիպտացիների ճանապարհը։ Բայց փոքր ինչ անց իմ բարկությունը պիտի իջնի, և իմ զայրույթը պիտի ուղղվի նրանց դիտավորությունների դեմ։ Տեր Աստված հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին, չարչարանքների տեղում նրա զայրույթը պիտի երևա, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ ծովն անցնելիս։ Այն օրը նրա երկյուղը պիտի վերանա քո վրայից, նրա լուծը քո պահանոցից և ձեր ուսերից պիտի խորտակվի նրա լուծը։ Թշնամին հարձակվում է Երուսաղեմի վրա։ Նա պիտի գա հասնի Անգե քաղաքը, անցնի Մակեդովով և իր բեռը վայր դնի Մաքմասում։ Պիտի անցնի ձորերով, հարձակվի Գաբավոնացիների վրա, Ահաբեկի Ռաման Սավողի քաղաքը, Գոլիմի դուստրը պիտի փախչի։ Խրխինջ բարձրացրու քո ձայնով, թող լուրը հասնի Լայիս, թող լուրը հասնի Անաթոթ, թող զարհուրի Մադեբ Բենան, նաև նրանք, որ բնակվում են Գեբիմում, նա պիտի մխիթարվի այսօր գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լերանը և այն բլուրներին, որոնք Երուսաղեմում են։ Ահավասիկ զորությունների Տերը Աստված իր ուժով ահուսարսափ պիտի մատնի փառավորվածներին, և ամբարտավանությամբ բարձրացածները պիտի խորտակվեն ու խոնարհվեն, բարձրադիր սրով պիտի ընկնեն, և Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանվի։ Գայլն ու գառը միասին։ Եսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից, նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին, Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն, ոչ ըստ կարծիքի պիտի դատի նա և ոչ էլ ըստ խոսքի հանդիմանի, նա տնանքի իրավունքը պիտի պաշտպանի և արդարությամբ պիտի դատի երկրի տառապյալներին, իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին, արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը։ Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառյուծը ուլի հետ պիտի մակ աղի, հորթը, ցուլն ու առյուծը միասին պիտի սնվեն, և մատաղատի մանուկը պիտի հովվի նրանց։ Եզն ու արջը պիտի միասին ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, և առյուծը, ինչպես եզը, հարթ պիտի ուտի։ Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը և իժերի ձագերի բունը, և նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լերան վրա, քանզի ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։ Աքսորված ժողովուրդը պիտի վերադառնա։ Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսեի արմատի վրա, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։ Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանված են լինելու Ասորեստանում և Եգիպտոսում, Բաբելոնում և Եթովպիայում, Էլամում և Արևելքում, Արաբիայում և ծովի կղզիներում, հեթանոսներին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին։ Հուդայի տնից ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից
Եփրեմի նախանձը պիտի վերանա եւ Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն։ Եփրեմը պիտի նախանձի Հուդային եւ Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։ Այլ ազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկվեն ծովակողմը, թե արևելցիներին եւ թե եդոմացիներին, իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա եւ ամենից առաջ ամոնացիներին են հնազանդվելու։ Տերը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկությամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրա ու հարվածի 7 գետաբերաններին, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այնտեղով, մի անցուղի պիտի լինի Եգիպտոսում պահպանված իմ ժողովրդի համար, եւ Իսրայելը պիտի լինի այնպես, ինչպես այն օրը, երբ ելավ եգիպտացիների երկրից։ Գովք փրկիչ Աստծուն։ Այն օրը պիտի ասես, օրներգում եմ քեզ Տեր, որ բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձանից եւ ողորմեցիր ինձ։ Ահա Աստվածն իմ ու փրկիչ Տերն իմ։ Ես հույսս դրեցի նրա վրա եւ երկյուղ չեմ կրելու։ Քանզի Տերն իմ փառքն է ու իմ օրհնությունը եւ փրկությունը եղավ ինձ համար։ Ուրախության ջուր առեք փրկության աղբյուրներից եւ այն օրը պիտի ասես, օրներգեցեք Տիրոջը, հնչեցրեք նրա անունը, նրա փառքը տարածեցեք հեթանոսների մեջ, հիշեցեք, որ բարձր է նրա անունը, օրհնեցեք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցեք այդ մասին առար աշխարհում, ցնծացեք եւ ուրախ եղեք Սիոնի բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը վեր բարձրացավ նրա մեջ։ Բաբելոնի վախճանը։ Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելոնացիների մասին։ Լերան բարձունքին սարահարթի վրա դրոշ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացեք նրանց վրա, մի վախեցեք, ձեռքով նշան արեք, դուրս եկեք իշխաններ, որ ես հրաման տամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել։ Ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը, միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում, լեռների վրա բազում ցեղերի ձայն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն։ Միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայն է հնչում, զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին, որ գան հեռու երկրներից, երկնային հաստատության ծայրերից, հասել է Տերն իր սպառազեններով բնաջնջելու ամբողջ աշխարհը։ Ողբացեք, քանզի մոտ է Տիրոջ օրը եւ հասել է Աստծո պատուհասը։ Ահա թե ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։ Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, երկունքի ցավ պիտի բռնի նրանց, ինչպես սննդաբերող կանանց։ Տրտնջալով մեկը մյուսի պիտի նայի, պիտի զայրանան եւ զայրույթից պիտի կարմրեն իրենց դեմքերը, քանզի Տիրոջ օրնահավասիկ հասել է լի անսահման բարկությամբ, ողակալությամբ եւ զայրույթով, որպեսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղավորներին վերացնի այնտեղից։ Արդարև երկնքի աստղերը հայքի համաստեղության եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինը նույնպես իր լույսը չպիտի տա։ Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, ամբարտավանների մեծամտությունը պիտի խոնարհեցնեմ, իսկ մնացածներին ավելի հարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն ավելի հարգանքի պիտի արժանանա, քան սոփերական տանկագին քարերը, այն օրը, երբ զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթի ցուցասումից երկինքը պիտի մոլեգնի եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։ Կենդանի մնացածների պիտի լինեն ինչպես սարսափից փախած այծյամ եւ մոլորյալ ոչխար։ Նրանց հավաքող չի լինելու։ Ամեն մարդ իր ժողովրդի մոտ պիտի վերադառնա, յուրաքանչյուր մարդ իր երկիրը պիտի փախչի, ով որ բռնվի պարտության պիտի մատնվի,
իսկ միտեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն, նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։ Ահա նրանց վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։ Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքերը չի խնայելու ձեր մանուկներին։ Եվ Բաբելոնը, որ Քաղդեացի թագավորից փառապանծ է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Սոդոմն ու Գոմորը, որոնց Աստված կործանեց։ Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն։ Արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն, այնտեղ կայան են գտնելու վայրի գազանները, նրանց տները լցվելու են աղաղակով, այնտեղ բուն են դնելու, համբարուները, դևերն են կաքավելու այնտեղ, հուշ կապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Վերադարձ գերությունից։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու, Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին, դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։ Նրանց ընդունելու են հեթանոսները և բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն և բազմանան Աստծո երկրում ծառաներով և աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայության տակ են ընկնելու։ Բաբելոնի անկման հաղթական երգը։ Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերի ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։ Ու այս ողբը պիտի հորինես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. ինչպես այլևս չկա հարկապահանջը, ինչպես լռեց կողոպտիչը, Տերը խորտակեց մեղավորների լուծը, իշխանների լուծը, զայրույթով սոսկալի հարվածներով և անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։ Ողջ երկիրը հույսով խաղաղվեց և կանչում է ցնծությամբ։ Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել։ Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծվեց ներքևում, միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն են եղել, և բոլոր ազգերի թագավորներին վերացրին իրենց գահերից, ամենքը դիմեցին քեզ ասելով. դու էլ մեզ նման բռնվեցիր և դարձար մեզ պես։ Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան, ցեցը պիտի տարածվի քո տակ, իսկ վրատ որտը պիտի պատի։ Արդ ինչպես երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան, նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին և խորտակվեց։ Մտքիդ մեջ ասում էիր. երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա, կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին։ Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու, և երկրի խորքերը, ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրա և ասեն. սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագավորներին, ավերակ էր դարձնում աշխարհները, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ, բոլոր ազգերի թագավորները պատվով ննջեցին, ամեն մեկն իր տանը, իսկ դու պիտի ընկնես լեռան վրա իբրև մեռել գարշելի, սրակոտոր բազում դիակների մեջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպես առնաթաթախ անմաքուր ձորձը, այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ապականեցիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին, հավիտյանս հավիտենից դու չպիտի հիշվես։ Չար զավակ պատրաստիր քո որդիներին իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանվելու համար, որպեսզի ոտքի չելնեն նրանք, չնվաճեն երկիրը և այն չլցնեն պատերազմներով։ Աստված կործանելու է Բաբելոնը։ Պիտի ելնեմ նրանց դեմ, ասում է զորությունների Տերը, պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զավրն ու զավակը, այսպես է ասում զորությունների Տերը։ Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ,
որ այնտեղ ոզնիները բնակվեն եւ նրա ոչնչության վերածվի, այն պիտի դարձնեմ տիղմի ու կորստյան խորխորատ։ Աստված կործանելու է Ասորեստանը, այսպես է ասում զորությունների Տերը, ինչպես ասացի, այնպես պիտի լինի, եւ ինչպես մտածել եմ, այնպես էլ պիտի կատարվի։ Ասորեստանցիներին իմ երկրի մեջ եւ իմ լեռների վրա պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան եւ նրանց լուծն ընկնի ձեր վրայից։ Նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից, այս է այն խորհուրդը, որ խորեց Տերը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուն ազգերի վրա, արդարև այն, ինչ Սուրբ Աստված խորեց, ով կարող է խափանել եւ ով կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։ Աստված կործանելու է այլազգիներին, եբրայերենում փղշտացիներին։ Ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազարքան։ Մի ուրախացեք, ով դուք բոլոր այլազգիներ, թե ձեր հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ թևավոր օձեր։ Աղքատները պիտի կերակրվեն Տիրոջ շնորհիվ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղության մեջ, իսկ քո զավակին նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի։ Ողբացեք քաղաքների դարպասներ, ձայն բարձրացրեք տագնապած քաղաքներ եւ բոլոր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից եւ այլևս ոչ ոք չի լինի։ Իսկ ինչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանզի Տերը հաստատեց Սիոնի հիմքերը եւ նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի թշվառները։ Աստված կործանելու է Մովաբը։ Պատգամ մովաբացիների մասին։ Գիշերով պիտի կոտորվի Մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։ Սգացեք ձեզ, որովհետև կործանվելու է Գեդեբոնը, ձեր մերյանի տեղը, այնտեղ պիտի բարձրանաք Մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացեք, քանզի ամեն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները խորտակվել, նրա հրապարակներում քուր ցակեք, նրա տանիքների վրա լաց ու կոծարեք եւ նրա փողոցներում ամենքդ ողբացեք ու լացեք։ Եսեբոնն ու Ելելյան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Յասսա հասան։ Ահա թե ինչու Մովաբացու ձայնը հնչում է երկար, եւ նա ճանաչում է իրեն։ Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգոր, որովհետև նա 3 տարեկան երինջ է։ Լույթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ։ Արոնիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի։ Նեմերիմի ջուրը պիտի պակասի եւ ցամաքի, նրա խոտը պիտի չորանա եւ այնտեղ դալար բույս չպիտի ճարվի, միթե այդպես հնարավոր կլինի ապրել։ Նրա ձորերի վրա պիտի բերեմ արաբացիներին, որ գրավեն, քանզի Մովաբացու սահմանների բողոքը միացավ Գալիիմացու բողոքին։ Նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելեմի ջրհորը եւ Ռեմոնի ջուրը պիտի լցվի արյամբ, քանզի Ռեմոնի վրա պիտի բերեմ արաբացիներին, սողունների պես պիտի ուղարկեմ երկրի վրա եւ վերացնեմ Մովաբի զավակին, Արիելին եւ Ադեմի մնացորդներին։